պատմական արխիվային բոլոր տեսակի ամեն ինչ ուսումնասիրել եմ, ես անկեղծ եմ ասում, առաջին անգամ հիմա ձեզանից լսում եմ, որ ինչ որ կազմակերպության միջազգային, չգիտեմ, ինչ լիգա կամ եսի ինչ կազմակերպության կողմից Հայաստանի հետ կապված նման ճանաչված փաստաթուղթ կա։ Եթե ես ձեզ շատ խնդրեմ, դուք կարող եք մի հատ ինձ տրամադրել, ես իմ անգրագիտությունը վերացնեմ։ Անգրագիտությունը չես կարող վերացնել, ասեմ ինչի։ Հիմա այսօր որ դու անդրադարձ ես կատարում ԽՍՀՄ-ի վրա, նախ ԽՍՀՄ-ի կազմավորումը, ստեղծումը նախ կայացվել է Փուչիկի վրա։ Այս 21 թվականին, որ կայացել է այս ԽՍՀՄ կոչվածը, այդ ժամանակահատվածում ճանաչված չի եղել, այդ քո ասած ՄԱԿ կոչվածի կողմից։ Նույնը ճանաչված չի եղել ազգային մեծ ժողով այս թուրքական կազմակերպությունը, որը եւս բաղկացած է եղել նախկին падգամավորներից, նախկին ոնց որ ասած վայենիներից։ Դրանք երկուսն էլ եղել են հասարակական կազմակերպություններ։ 1924 թվականին Մեծ Բրիտանիան է ճանաչում ԽՍՀՄ, որից հետո նոր այդ 21 թվականին գոյություն չունեցող այդ կազմակերպությունը, հասարակական կառույցը, ինքը բռնակացում է մեր տարածքները իրեն եւ Ադրբեջանին ու վերցնում մեր ոնց որ ասած տիրապետությունից տալիս է Ադրբեջան, այնտեղ նաև Թուրքիային։ Երևի դրա մասին տեղյակ ես, եթե պատմություն ես, եթե իրավագետ ես։ Հիմա անեքսիան օրինական է, բռնազավթումը դա օրինական կարգավիճակ է, որ դու ասում ես, ես այս դոկումենտը կարդացել եմ, ես այս դոկումենտը կարդացել եմ, կամ այդ դոկումենտները ով են, ովքեր են գրել։ Հա? Եթե դու իրավաբան ես, բա պետք է դու խորքային ուսումնասիրես, որի հիման վրա եզրակացություն անես։ Դու դաժե այդքան բան չգիտես, դու ասում ես, այս դոկումենտը էս վախտով, այն դոկումենտը էս վախտով։ Դոկումենտները ովքեր են ստորագրել։ Այս անձնական սարկազմի, ուրեմն ես քեզ թույլ չեմ տա, դու ինձ չես ճանաչում, ու դու չգիտես ես ով եմ։ Այդ ինչ կապ ունի դու մի րոպե։ Դա փարոշ է, հերիք եղավ, բոլ եղավ, քո այդ ինքնավստահ ցուցիկ ձևը։ Ուրեմն իմ ցուցիչը ձեր ասած իրավաբանությունն ու պատմությունն է, որին ոչ մեկը տեղյակ չեք ուրեմն։ Ուրեմն կամ թե չէ, իրականում այս հիշվածքների, այս իշխանություն կոչվածների գործիքա կազմերն եք։ Որովհետև եթե մարդը իր տարածքը չի ընդունում, Արաբ Ռոբերտ Սիմոնյանին անջատես, ցավը տանը, որովհետև արդեն վիրավորանքների է անցնում, ցավը տան։ Աստեղ ուրեմն ցանկացած մեկը, ովքեր այսօրվա վրա չեն պաշտպանում իր ազգությունը, իր տարածքը, ուրեմն այնտեղ խոսելը ավելորդ է ընդհանրապես։ Փաստացի դուք ոչ թե ձեր, այսինքն ձերը չի դա, եթե ձերը լներ դրան տեր կկանգնեիք, ոչ մեկը դրան տեր չի կանգնում։ Ձեր ներկայացրածի հիման վրա, փաստացի հասկացվում է մի բան, որ այսօրվա վրա դուք ուրախ եք այնքանով, որ այսօրվա վրա մեր Արմենիան ծախված է ու դարձրել են 29000, էդ էլ 20000-ն էլ կտան Գորիսիսյան Մեղրի Ղափանով, այս հայ-թուրքական արձանագրությունների անվան տակ այդ ճանապարհային քարտեզը։ Մեղրին 400 քառակուսի